Շնորհակալ եմ բանախոսներին եւ նաեւ կազմակերպիչներին։ Իմ հարցը հետեւյալն է, գիտեք, արդարադատությունը դա նաեւ մարդիկ են, ովքեր իրականացնում են այդ արդարադատությունը։ Քննիչ, դատախազ, դատավոր եւ նաեւ հանրային վերաբերմունքը հաճախ պայմանավորված է լինում այդ անձանց ով լինելով։ Մենք օրինակ տեսնում ենք, որ բացասական բարեվարկությամբ ամենաշատ նշանակումները հենց դատական համակարգում են։ ԲԴԽ-ն եւ ազգային ժողովը լիդերներն են, բացասական առումով լիդերներն են, բացասական եզրակացություններով անձանց ուրեմն դատավորների պաշտոններում նշանակելու առումով։ Մենք տեսնում ենք, որ մի շարք հանգուցային դատական պաշտոնների նշանակվում են ակնհայտ պրոբլեմատիկ մարդիկ։ Հակակոռուպցիոն դատարանի նախագահ նշանակվել է մի մարդ, որ նախքան նշանակվել է մի քանի տարի շարունակ տարեկան հարյուրավոր օրերի կեղծ գործողումների էր գնում, դրա համար գումար էր ստանում։ Ճիշտ է, հետո մեղքը ընդունել է, գումարը վերադարձրել է պետությանը, բայց ես չգիտեմ, հանրությունը արդյոք կարողանա վերաբերվել այդ մարդկանց, որպես իրոք իր անունից արդարադատություն իրականացնելու ունակ անձինք։ Կամ օրինակ, պարոն վարչապետ, ինչպես կվերաբերվեիք դատական համակարգի, երբ որ հանգուցային պաշտոնի նշանակվեր մի դատավոր, որ ինչ որ մեկին դուք ճանաչում եք, գիտեք, որ անմեղ է, մի տարի 11 ամսով ազատազրկած լիներ։ Բոլորը գիտեն, որ անմեղ է, բայց այդ դատավոր իրան մի տարի 11 ամսով զուտ քաղաքական պատճառներով դատապարտած լիներ եւ հետո այդ դատավորը նշանակվեր հանգուցային պաշտոնի։ Այդ դատական համակարգին հնարավոր չի լինում, երբ որ տենց անձինք են նշանակում, հնարավոր չի լինում վերաբերվել որպես իրապես մեր բոլորի անունից արդարություն իրականացնող գործիք։ Շնորհակալություն։ Պարոն Յանեսյան, նախ մի տարի 11 ամիս չի, 7 տարի է, սկսենք դրանից։ Եվ երկրորդն էլ, գիտեք, իրականում շատ բարդ հարցեր կան եւ այդ հարցերի բարդության մեջ մտնում է նաեւ հետեւյալը, թե ինչքանով մենք մեր անձնական տպավորությունները եւ փորձառությունները պետք է կիրառենք նաեւ մեր ամենօրյա հարաբերությունների մեջ եւ տարբեր պաշտոնեական կարգավիճակներում եւ այն ինչ որ ասում եք խնդիր է, բայց դրա հակառակն է կարող է խնդիր լինել, որովհետեւ եթե նախորդող շրջանում նայենք, պետք է հասկանանք, որ իրականում շատ տեղերում եւ մեծ բարդություններ կան։ Ես իմիջիայլոց գիտեք, այստեղ դատական համակարգում գոնե իմ ստացած տպավորություններից կան նաեւ այլ խնդիրներ, որ օրինակ կան, եթե ես ճիշտ եմ, իմ ինֆորմացիան ճիշտ է, կան նաեւ որոշակի հանգուցային դերակատարում ունեցող դատավորներ դատական համակարգում։ Օրինակ կան, եթե ես ճիշտ գիտեմ, ես չեմ բացառում, որ սխալ գիտեմ, կան դատավորներ, որոնք ավելի մասնագիտական, ավելի շատ խորհուրդներ են տալիս մյուսներին, այդ խորհուրդներով մատակարարում են մյուսներին եւ կան դատավորներ, ովքեր ավելի շատ օգտվում են այդ խորհուրդներից։ Ես չգիտեմ դա զուտ օրենքի տրամաբանությամբ ինչքանով է ճիշտ, ինչքանով է սխալ, բայց այդ խնդիրները կան եւ նաեւ կա նաեւ այն խնդրեմ, որ մենք 40%-ով ունենք դատական համակարգում եւ ընդհանրապես տարբեր համակարգերում ունենք դեֆիցիտ եւ նաեւ մարդկային ռեսուրսի խնդրումը նույնպես պետք է հաշվի առնենք, բայց ես նաեւ ընդունում եմ, որ ձեր նշած դեպքերը իրենք նույնպես տպավորություն են թողնում եւ այդ տպավորությունները թերևս նաեւ ծանր ազդեցություն են ունենում հետագա ընդհանուր ընկալման վրա։